Ամփոփենք Կեռոն զարգացման հիմնադրամի 2025 թվականի նախաձեռնությունները, որոնց միջոցով մենք միասին փոխում ենք միջավայր Հայաստանում։ Մեկ տարվա պատմություն՝ լի ստեղծարարությամբ, համագործակցություններով և լավատեսությամբ։ Անահիտ Աստվածուհու բրոնզե արձանի ցուցադրությունը Հայաստանում։ 8 ամիս տևողությամբ ցուցադրություն, շուրջ 56,000 այցելու, 6 շրջայց ճանաչված մարդկանց ուղեկցությամբ, հատուկ համագործակցություն Ազատ մարդ ապրանքանիշի հետ։ Սահմանափակ քանակով ստեղծված շապիկների հասույթի 25%-ն ուղղվել է ԱՕՔՍ-ի շենքի վերականգնմանը։ Երաժշտական մետրո, քաղաքային նոր մշակույթի ձևավորում, 100+ մասնակցության հայտ երաժշտական խմբերից, 16 համերգ, անակնկալ ելույթ Արամ MP3-ի կողմից, եզրափակիչ համերգ Եվրատեսիլ 2025-ում Հայաստանը ներկայացնող պարկից։ Սարյանի աստիճաններ, 1620 ձեռագործ կավե սալիկներ, մոտ 500 քառակուսի մետր բարեկարգված տարածք, նոր սիրված վայր բնակիչների և զբոսաշրջիկների կողմից, ավելի քան 300 գրառում 3 ամսում։ Մեկ միջազգային ոսկե մրցանակ քաղաքային դիզայն անվանակարգում։ Էլինա Ավանեսյան, հանդիպում Գլենդելի հայ համայնքի հետ, ամենամյա այց Հայաստան, շուրջ 300 երեխաների մասնակցություն թենիսի վարպետաց դասին Ծաղկաձորում, հատուկ մարզում խոստումնալից երիտասարդ թենիսիստների հետ, 2 հատուկ համագործակցություն հայկական բրենդերի հետ, ավելի քան 100 մեդիա անդրադարձ։ Հանդիպում Դիլիջանի սպորտ դպրոցի երեխաների հետ, հատուկ նկարահանում ավելի քան 70 եզակի գորգերից ձևավորված թենիսի դաշտում։ Այբ Պրո նախագծային ուսումնառության ծրագիրը Դիլիջանի ավագ դպրոցում, 3 ընտրված նախագծավար, շուրջ 100 թեկնածուներից, 45 ընդգրկված աշակերտ, 3 նախագիծ, ուղղված Դիլիջանի համայնքային խնդիրների լուծմանը, 15 անցկացված դասընթաց։ Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի վերակառուցում, Նիդերլանդական ճարտարապետական ընկերություն, գրադարանների նախագծման հարուստ փորձով, նախագծի հանրայնացում և աշխատանքների մեկնարկ, մոտ 3000 քառակուսի մետր բարեկարգվող տարածք։ Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոց, եվրոպական չափանիշներին համապատասխան հիմնանորոգում և վերազինում, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների 21 մեդալակիրների խրախուսում, 2 հանրային, ժամանակակից, ներառական և անվճար խաղահրապարակ։ Եվս մեկ նոր խաղահրապարակ 2026 թվականի գարնանը, շուրջ 3500 քառակուսի մետր բարեկարգվող տարածք, օգտագործվել է 70% բնական նյութ, խաղային տարերի 50%-ը պատրաստված է բնական փայտից, մակերեսի ավելի քան 70%-ը ծածկված է բարձրորակ ռետինով, կանաչապատված նոր տարածք, 30-ից ավել տեսակի խաղասարքեր աշխարհի տարբեր երկրներից, ավելի քան 10,000 փոքրիկ այցելու 3 ամսում, մեկ միջազգային ոսկե մրցանակ ճարտարապետական դիզայն անվանակարգում։ ԱՕՔՍ-ի շենքի վերածնունդը, վերականգնման նախագծի վերջնականացում, միջազգային փորձագետների ներգրավում, փայտյա պատուհանների և դռների վերականգնողական աշխատանքների մեկնարկ, շենքի երկրորդ հարկում արվեստի նոր հարթակի ստեղծման հայեցակարգի մշակում, բանակցություններ աշխարհահռչակ պատկերասրահների հետ։ «2025 թվականի ընթացքում հիմնադրամն ունեցել է 38 ռազմավարական գործընկերներ, 42 աջակիցներ, 120-ից ավել անհատ և կորպորատիվ դոնորներ, մոտ 152 միլիոն դրամային նվիրատվություն և 104 միլիոն դրամի ոչ նյութական ներդրում։ Կհանդիպենք 2026 թվականին։